Ներքին նախարար Ստեփանավանի Հրշեջ փրկարարական ջոկատի նորակառույց շենքի բացման կապակցությամբ հանձնակազմը շարված է, զեկուցող գնդապետ Մկրտչյան։ Ստեփանավանի Հրշեջ փրկարարական նոր կայանը հանձնվում է շահագործման։ Շենքը կառուցվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ Հայաստանի ներքին գործերի նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գործակցությամբ։ Հրշեջ փրկարարական այս ջոկատի, այս նոր հենակետի բացումը ոչ թե պարզապես հերթական շենքի բացումն է, այլ Ստեփանավանի բնակիչների համար ավելի օպերատիվ փրկարարական աշխատանք տանելու միտված կարևոր նախաձեռնություն է, ինչը անչափ կարևոր է։ Կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք պիտի մեզ օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից ըստ էության գնահատելով առկա ռիսկերը, հասկանալու համար թե ինչպիսի վաղազդարման համակարգեր կարող ենք ունենալ։ Very much that this new fire and rescue station Նորակառույց Հրշեջ փրկարարական կայանը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին Ստեփանավանում եւ հարակից բնակավայրերում։ $1 միլիոն արժողությամբ ծրագիրը զգալի ներդրում է հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման եւ Հայաստանի դիմակայության բարձրացման ուղղությամբ։ Հին կայանը տեղակայված էր 1990-ականներին կառուցված տնակային շենքում, այսօրվանից արդեն գործում է կահավորված եւ ժամանակակից պահանջներին համապատասխանող կառույցում։ Հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմի համար ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Շենքը հագեցած է աշխատանքային հանգստի վերապատրաստման սենյակներով, ունի մեքենաների եւ սարքավորումների համար նախատեսված տարածք։ Փրկարարական ծառայությունը մեր երկրում ամենակարևոր ոլորտներից մեկն է, որոնք մենք համոզվել ենք հատկապես Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո եւ համոզվում ենք ամեն օր, արտակարգ իրավիճակներում տեսնելով մեր տղաների սխրանքները։ Ստեփանավանի Հրշեջ փրկարարական ջոկատը ավելի քան 35 տարի գործել է տնակային պայմաններում, սակայն իր գործունեությունն իրականացրել է ամենաբարձր մակարդակով եւ վստահ եմ այսուհետ եւս առավել հարմարավետ պայմաններում ել ավելի կկրկնապատկվի ոգեշնչումը եւ աշխատանքի արդյունավետությունը։ Հրշեջ փրկարարական նոր հենակետի բացումը Լոռու մարզում իրականացված հերթական մեծածավալ եւ կարևոր ծրագրերից է, ուղղված տեղի բնակչության եւ զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանն ու արագ արձագանքման հնարավորությունների բարելավմանը։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։